Վերջերս Հայաստանի Հանրապետությունը աջակցություն էր հայտնել Ադրբեջանին եւ ըստ էության դատապարտել էր Իրանի կողմից ենթադրաբար ինչ-որ հարվածներ Նախիջևանի օդանավակայանին, որը Իրանը հերքում է։ Սա դիվանագիտական առումով ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար ձեր կարծիքով։ Ձեզ դրեք Իրանի ղեկավարության տեղը եւ մտածեք ինչպես կընկալեք այս լուրը, երբ որ այսինքն ձեր օգնականը այս լուրը բերի դնի ձեր սեղանին եւ դուք կարդաք, որ Հայաստան նման բան։ Բնականաբար հիմա ձայն չի անի Իրանը, որովհետեւ վիճակը խառն է, ոնց որ ասած, այդ կարևորագույն հարցը չի, առաջնահերթություն չի, բայց սա մնալու է, չէ՞, վիրավորանք իրանց ներսում։ Եվ պատասխանը չի ուշանալու, ասեմ ձեզ։ Գիտեք, երբ որ կարդում եք մեր 5-րդ դարի պատմիչներին, հատկապես Եղիշեին, ինքը, երբ որ խոսում է պարսիկների մասին, ինքը բնութագրում է հետևյալ ձև. նենք պարսիկներ։ Եկեք ընդունենք այդ հիշաչարությունն ու նենգությունը, թեւս արտաքին բարությանը մնալու է եւ կա։ Եվ կա։ Մենք այսօր Պարսկաստանի Իրանի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, որովհետև դա բխում է երկուստեք շահերից, դա շահերի վրա խարսխված, ոչ թե արժեքային համակարգի, այլ շահերի վրա խարսխված համագործակցություն է, բայց երբ որ դու բացահայտույց ես տալի, որ այս շահերն էլ ընդհանուր չեն, բնականաբար դու քանդում ես այդ կարևոր, մեզ համար կարևոր, ճիշտ է, ոչ ամենակարևոր, բայց շատ կարևոր հարաբերությունները Իրանի հետ։